Առնվազն 7 վիրավոր և 1 զոհ կրակոցներ Երևանում։ Դիտենք Շամշանի տեսանյութը։ Աբելյան փողոցում կրակոցներ են հնչել և կան մի քանի վիրավորներ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ահա նշված վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են մի քանի հրազենից արձակված կրակոցի հետքեր, ինքնաձիգի, ատրճանակի, հայտնաբերվել են նաև բավականին շատ առնանման հետքեր, դանակ, այս պահին ըստ նախնական տեղեկությունների 7 կամ 9 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն իմ տեղեկություններով համայնքային ոստիկանները պարզել են, որ 6-ը վիրավոր է։ Տեսնում եք, դեպքի վայրը ժամանել արդեն համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Խորեն Բախոյանը, այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հանձնարարականով համայնքային ոստիկաններից 2 հոգի մեկնել են հիվանդանոցներ, պարզելու վիրավորների ինքնությունը։ Կարելի ասել, լրիվ մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել, ահա առնանման հետքերը ակնոց տարբեր հատվածներում։ Հայտնաբերել են նաև համայնքային ոստիկանները դանակը և արյան հետքերը այսպես ահագին գնում է։ Ովքեր են վիրավորները, այս պահին ճշտվում է, 6 հոգի հստակ է, 6 վիրավոր, բայց ասում են նաև հնարավոր է դառնա 9 վիրավոր։ Լրիվ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և ինքնաձիգի կրակված պարկուշներ են հայտնաբերվել և ատրճանակի։ Այստեղ հայտնաբերվել է նաև Lexus մակնիշի ավտոմեքենա, թե արդյոք նշված ավտոմեքենան կապ ունի միջադեպի հետ, պարզվում է։ Նաև վնասված է դիմապատին և ավտոյի վրա նույնպես առկա է կրակոցի հետքեր։